Մարդիկ տեսնում էին ուրախ հումորներ ներկայացնող Ռաֆոյի, բայց չէին տեսնում, որ դրա հետևում մարդ է, որը, եթե սխալ չեմ ընտրում բառը, ինքը իրեն կործանված է համարում։ Իմ համար ես կործանված էի, ֆանտաստիկ ստախոս էի այդ շրջանում։ Դու խաղացող ես, խաղացողը միշտ էլ կխաղա, ես չէի ապրում, ես կոնտենտ էի գեներացնում ու ոչ մեկ դա չէր նկատում, բայց ես չկայի, պրոստը գոյություն չունեի։ Վիդեոներս եթե թերթեք 1 տարի առաջվա նայեք, եթե ես ուրիշի մոտ տեսնեի, ես կհասկանայի, որ ինքը օգնություն է օրինակ խնդրում։ Ես այդ պարտքերի վերջնը չէի տեսնում, որովհետև գումարը ուղղակի աճում էր, անդադար աճում էր։ Կային մարդիկ, ովքեր արդեն վտանգ էին ներկայացնում ինձ համար։ Ինչ շանտաժ էին անում, կտարածեն այս ամեն ինչը խոսեն, ու ես քանի որ դրա մեջ էի, այդ բանին վախենում էի։ 2 անգամ եղել է, որ ես ուզեցել եմ վсё։ Չեմ ուզում բարձրաձայնել ինչը վсё։ Ու հիմա հա, ես սիրարված եմ կյանքին։ Ինձ հետ պահեց այն միտքը, որ իր պապայի մայից մի քանի օր հետո ինքը փորձում էր իր պապայի քարտից գումար հանել, որ ինձ տար, որ ես պարտեի։ Մի քանի օր անց է իր պապայի մայից։ Ու ոնց որ սպասի։ Չի ուզում լացի։ Ոնց որ այդ պահին, սենց ասում այդ մարդը իր կյանքի ամենավատ փուլին ինձ ուզում էր օգնել։ Ես իրավունք չունեմ իրան հիասթափեցնելու։ Ես ուղղակի պապային ասեցի, այդպիսի խորը էմոցիոնալ գիտակցություն ես չէի սպասում, որ իմ հանդեպ կցուցաբերեն։ Ընդհանրապես։ Ու ստացվեց այնց, որ մերոնք են փրկությունը։ Ծնողները ինչ արեցին, որ Ռաֆոն, որը 2 տարի առաջ չէր էլ մտածում այդ ամեն ինչը ավարտելու մասին, սկսեց մտածել այդ էջը փակելու մասին։ Բլոկնոտի մեջ գրեցինք անուն հասկանուններով, պարտքը, մի քանի էջ, այսպես պապան վարորդս էր իմ ու ոնց որ ինձ տանում էր բոլոր նկարման այդ վայրերը, որտեղ մենք այդ գովազդները նկարում էինք, ես վերցնում էի շատ մատչելի գովազդներ, 100,000-ով, չգիտեմ, ավելի մատչելի եւ այլն, այնքան էական չէր այդ ժամանակ, այդ սենց ասեմ, դա այդ ժամանակ մատչելի չէր։ Այդ գովազդատուն մտածում է մատչելի է տվել, բայց չէ։ Ինքը շատ մեծ գումար է տվել ինձ ու ես հատ եմ շնորհակալ բոլորից։ Ես նաև հատ պետքա ներողություն խնդրեմ նրանց ու հիասթափեցրել եմ, որովհետև շատ նաև խնդիրներ եղավ գովազդատուների հետ։ Ուզում եմ ինձ նայող մարդը ինձ մեջ տեսնի իրեն, որ կընկնի մի հատ որ բանի մեջ դուրս էլ կգա, անսպասելի էր ու իմ համար, որ Ռաֆոն կարա ավտո քշի ու սալոնից առնի։ Վախ։ Սալոնից։ Հեշտությամբ կարողացար բաց թողնել հարաբերությունները։ Ինձ մինուսների վրա կենտրոնացրեցի, լայվ խակ։ Մինուսները այնքան շատ էր, ասի, վայ, ինձ պետք է։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։